Ծելայնակիցներ, եվրոպական քաղաքականությունը հասկանալու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ լինել Ստրասբուրգում։ Ստրասբուրգի կենտրոնական հրապարակը ֆրանսերեն մեծ ցուցանակ կա, Place de la République, Ֆրանսիայի ներողություն, Հանրապետության հրապարակ։ Եվ մի քիչ ավելի փոքր տառատեսակով, ֆոնտով Kaiserplatz, կայսերական հրապարակ, ֆրանսերեն եւ գերմաներեն։ Եվ ընդհանրապես Ստրասբուրգում երբ զբոսնում ես էքսկուրսիաների ես գնում, դες ասում են, սա հանրապետական շրջանի պատմական հուշարձանը, սա կայսերական շրջանի պատմական հուշարձանը։ Հանրապետական ասելով ի նկատի ունեն ֆրանսիական մշակույթը, կայսերական ասելով ի նկատի ունեն գերմանական մշակույթը։ Այս Ստրասբուրգում խաղաղություն է Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջև, չնայած Էլզասի եւ Լորանի պատմությունը կարծում եմ շատերը գիտեն։ Իմ հարցը, Տիկին Անդրեասյան, այո, վերաբերվում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք պատասխանել, թե դուք որպես մշակույթի նախարար ինչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ։ Չկարողացաք կամ վախեցաք։ Իսկ որ ասում եք ինձնից լավ գիտեք, կարծեմ ընդունում եք, որ դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև այս բնագավառում հուշարձանների պահպանության իմ գիտելիքները միջին վիճակագրական հաստանցու մակարդակի են։ Հիմա ինչ ընդունում եք, որ ձերն ավելի ցածր են։ Մտքերի փոխանակությունը ավարտվեց, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում են զեկուցողները պարոն Գաֆրելյան, համեցիկին նախարար։ Պարոն Խաչատրյան, գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք եւ խորհուրդ եմ տալիս հիշել, որ դուք պատգամավոր եք եւ խոսում եք ազգային ժողովի ամբիոնից։ Խնդրում եմ նաեւ հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ իրենց տիրույթում գտնվող Հայաստանի Հանրապետության նշված ոլորտի հարցերը լուծելու համար։ Այս պարզ ճշմարտությունը հասկանալը կարծում եմ բարդ չի։ Ու եթե ձեր գիտելիքն ու կրթությունը չեն հերիքել, որ դուք դա հասկանաք, հրավիրում եմ ոչ ֆորմալ կրթական դասընթացների դա ձեզ բացատրելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ